Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր մենք զրուցելու ենք Իշխան Գևորգյանի հետ, Ազատ Ազենի համահիմնադիրներից է, մեր ընկերների մեջ Իշխան չի եղել, ես ասեմ, որ մենք իրեն ասում ենք Ազատ Ազենի Իշխանը, երբ որ խոսում ենք։ Հարց չկա, ես դեմ չեմ։ Իշխան ջան, շնորհակալություն համաձայնվելու զրուցելու համար մեր հետ, ընթացքում եթե հարցեր լինի մեր դիտողները գրեն, մենք կպատասխանենք, բայց այսօրվա մեր զրույցի նպատակը ես ուզում եմ, որ փորձենք մեր ժողովրդին կոնկրետ հստակ փաստերով տեխնիկապես բացատրել, թե ինչպես մարդիկ, ինչի համարը հետո թողնենք, ինչպես մարդիկ կարող են գան Ազատ Ազեն, քննություն հանձնեն, զենք գնեն, ինչ քայլերից է դա բաշխված եւ ես հարցերով բանեմ առանձնացրել եմ, բայց սկսենք հարցերով, որ քո համար էլ հեշտ լինի։ Օրենք զենք գնելու գոյություն ունի թե չունի։ Զենք գնելու օրենք գոյություն է եղել, ունեցել մեր անկախության սկզբից սկսած, մինչև Սովետ միությունում գոյություն ունեցել օրենք, ինքը ավելի հարմար է եղել սովետական մեծ պետությանը, զենք ունեցողները, ասենց ասած, բոլորը որսորդներ են եղել, սկզբից գնել են հարթափող հրացան, առանց որևէ քննություն կամ բան տալու, այդ զենքով 5 տարի որս են արել, դա համարվել է, որ իրանք դառան փորձառու, դրանից հետո կարողացել են գնել ակուսափող հրացան ու արդեն կարողանան ավելի հեռու կրակել, բայց ողջ փիլիսոփայությունը եղել է որսորդների շուրջ, որսորդների համար 2 տարի առաջ մոտ զենքի օրենքը Հայաստանում փոխվեց ու զենք գնելը դառավ քննությունով, այսինքն գիտելիքների հիման վրա, բայց նաև հնարավորություն եղավ քո գիտելիքների հիման վրա գնել ցանկացած զենք, այսինքն թե հարթափող, թե ակոսափող, բացառություն կազմում են միայն ատրճանակները, որոնք քաղաքացիները չեն կարող գնել, կարող են գնել միայն 20 տարվա ստաժ ու մայոր ու բարձր կոչում ունեցող սպաները։ Շատ բարի։ Ես կարդացել եմ, շատ եմ փորփրել։ 5-շաբթի օրերը ձեր մոտ տեսական քննություն է անցկացվում։ Ես նույնիսկ այդ հարցերն անցել եմ։ Ես 5-շաբթի առավոտ իրար հետ է։ Երկուսն կարող եք։ Ես 5-շաբթի առավոտ զարթնում եմ պայմանական քաղաքացիս։ Գալիս եմ Ազատ Ազեն։ Ինչպես է ընթանալու այդ քննությունը։ Ինչ է ինձ պետք, որպեսզի ես սկզբից տեսականը հանձնեմ։ Որպես պայմանական քաղաքացի 5-շաբթի առավոտից պետք է չսկսենք, սկզբից մտնում ենք Ազատ Ազեն AM կայքը, այնտեղ կա համ գրանցվելու հատված, որ ձեր հարմար ժամին գրանցվեք ու գաք քիչ սպասեք։ Համ կա տեսական նյութերը, ինչ որ պետք է պարապեք, համ կա տեսական տեստի փորձը, այսինքն 10 պատահական հարց ձեզ ընկնում է, դուք պատասխանում եք 10-ից 8-ը պետք է ճիշտ պատասխանեք ու մեր կայքով կարողանում եք ոնց որ փորձնական տեսական քննություն տալ, համ կա թե գործնականին ինչեր են լինելու ինչ հարցեր, ու այդ ամենը կարդալ սովորելուց հետո կարող եք գալ, սկզբից տեսականը հանձնել, դրական արդյունքի դեպքում է գործնականը հանձնել, եթե երկուսն է դրական արդյունք եղավ, հենց տեղում ստանում եք հավաստագիրը, որ դուք ունեք այդ գիտելիքները ու ոնց որ առաջի քայլը ավարտված է համարվում, արդեն ասում եք մյուս քայլերին։ Ես ասեմ մեր դիտողներին, որ տեսականը կազմված է, եթե սխալ կասեմ, Իշխան ջան ուղղի ինձ 79 հարցից, ճիշտ է։ Ազատ Ազենի կայքում այդ հարցերը կան, ես անձամբ մի 4-5 անգամ փորձնական անցել եմ on-line ու առաջի անգամ 10-ից 7 եմ պատասխանել առանց պատրաստվելու, հետո մի քիչ կարդալով, փորփրելով, որտեղ այնտեղ հարցեր կա, որ զուտ գիտենալու վրա է, բացի տրամաբանությունից։ 10-ից 8 հանձնելը դա դժվար չի ժողովուրդ։ Նամանավանդ այդ 79 հարցի շրջանակում է։ Իշխան, ինչքան ժամանակ է պետք գործնական քննությունից առաջ քաղաքացիները հաճախեն Ազատ Ազեն, որպեսզի մեծամասամբ պատրաստ լինեն գործնական քննությանը։ Նայեք, մենք հատուկ քննությանը պատրաստելու դաս չունենք, որ չստացվի
մենք ոնց որ վճարովի ծառայությունով կրթում ենք, որ հետո մեր մոտ քննություն տան, բայց բոլոր այն մարդիկ, ովքեր ժամանցային գալիս են կրակելու կամ ընկերոջ զենքով են գալի կրակելու կամ մեր ինչ-որ խմբերին են մասնակցում, եթե ցանկանում են այդ գիտելիքները ստանան, իրենց դասի ոնց որ հավելյալ առանց որևէ ավել վճարի կամ բանի, ցույց է տրվում այն բոլոր նյուանսները, ինչից կարող են կտրվել, ինչին պետք է ուշադրություն դարձնեն, ու դա կարևոր է սովորեն, որովհետև հետո երբ որ զենք գնեցին, այդ զենքով իրենք մարզելու են իրենց հարազատներին, ինքնուրույն են մարզվելու, եթե սենց ասած սրբորեն չպահեն անվտանգության կանոնները, կարող է լինի միջադեպ, ինչը վնաս է իրանց, որ կարան լուրջ վնաս կրեն ու վնասը ընդհանուր գործին, որ ամեն զենքով ես իմ անզգույշ հանցագործությունը կամ անփութությունը կամ դիտավոր մի բանը վնասում է ամբողջ զենքի մշակույթին ու շատ կարևոր է, որ ուշադիր լինեն ամենաշատը ոնց որ զենքով կարան վնասեն իրանց ու իրանց հարազատներին, այդտեղից է սկսում էլի։ Ու հենց այդ քննությունները, այդ կանոնները սերտելը նրա համար է, որ մինիմալի հասնի այդ խնդիրները ու այդ քննությունը լավ է էլի դրանով։ Նույն տեսականն է, երբ որ այդ բոլոր հարցերը կարդում են, ինչքան իրանք չեն սովորում, որ քննություն տան, այլ իմանում են կանոնները, այսինքն չեն կարող այդ զենքը տալ իրանց հորեղբոր որդուն, որ գնա որսի, տանը ինչպես պետքա պահեն, որ խնդիր չունենան, խնդիր կունենան իրանց թվում է օրենքի հետ, այսինքն տեսույթը կգաք ստուգի կտենա սեյֆը չկա խնդիր կունենան, բայց այդ սեյֆը պետքա որ իրանց որդին մի օր մեծանա ու չկարողանա կրակի։ Այդ ամենը ոնց որ իրանց ավելի անվտանգ մարզվող դարձնելու համար ավելի շատ, քանց թե որ իրանք անգիր իմանան, ասենք որ 27-րդ հոդվածը այսքանից այսքան տարի է, եթե խախտեն։ Շատ բարի։ Ու ինձ շատ հարցնում են ամենակարևոր մասին եկանք։ Ասում են մարդիկ այդքան փող չունեն, որ զենք առնեն։ Իսկ ես համոզված եմ, տեղյակ չեմ գներին, հեսա հարցնելու եմ քեզ։ Ես համոզված եմ, որ զենք կա, որ iPhone-ից էժան է։ Սկսենք նրանից, որ լավ չի, որ դու զենքի գնես տեղյակ ես, բայց ասեմ, զենքերը սկսում են մի 150,000 դրամից, ժամանակին 100-ի կարգի եկար, բայց ամենատարածված մոդելները, Կալաշնիկովի ավտոմատի քաղաքացիական տարբերակները, Saiga են կոչվում, մոտ 270,000 դրամի կարգի են, մի քիչ թանկ կամ մի քիչ էժան, որը մեծ գումար չի էլի, ու պլյուս կան մի քանի խանութներ, որոնք հնարավորություն են տալի զենքը ապառիկ գնելու։ Այսինքն այն թևը, որ զենքը թանկ է, ասում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում զինվեն, էլի։ Հեսա դրան էլ կհասնենք։ Ինձ հետաքրքիր է մեկ այլ բան, քանի միավոր զենք կարող է տունը պահել, ունենալ, քննություն հանձնած, լիցենզիա ստացած անձը։ Ժամանակին 5 հարթափող էր, 3 ակոսափող, բայց այդ ժամանակից մինչև այս օրերս նոր տրամաչափեր էին դուրս եկել, ոնց որ զենքի տեսակներ էին շատացել, ու քանի որ քննությունները վերաբերվում էր երկուսին միասին, այդ երկու ինֆորմացիան համադրելով նոր օրենքում եղավ, որ ընդհանուր 10 զենք կարող է քաղաքացին ունենալ 8-ի փոխարեն, իր ընտրության կանոն բոլորն էլ ակոսափողները գազային լինեն, ինքը կարող է ավելի հատուկ պայմաններ ստեղծել իր բնակավայրում եւ դառնա կոլեկցիոներ հավաքածու հավաքի, որտեղ արդեն քանակի սահմանափակում չկա։ Ու այն, որ ամերիկյան, ասենք, պապիների մասին վիդեոներ կան, որ սենյակ ունի ամբողջությամբ զենքով, մոտավոր այդ սենյակը կարող են իրանք տանը հավաքել։ Սենց ասեմ, մեր օրենքը շատ լավն է, հետ սովետական երկրներում ամենալավերից մեկն է։ Միակ արգելքը կարճափողինն է, որը նորմալ է, դրա կարիք Հայաստանի Հանրապետությունը շատ չունի, դա հնարավորություն ունի նետալիս թաքուն իրեն կրել, ու ասենք տանել ես իմ կաֆե ռեստորան, հետո մի վտանգավոր բան անել, իսկ բոլոր այն զենքերը,
որոնք անհրաժեշտ են սպորտի համար կամ հայրենիքը պաշտպանելու պատրաստվելու համար, այդ բոլորը քննությունից հետո հասանելի են դառնում մինչև 50 տրամաչափը ներառյալ 50 տրամաչափը դեշեկայի տրամաչափն է, էլի քաղաքացիները տենց ավելի հեշտ կիմանան այդ տրամաչափի զենքերով կամ 3-3-8-3-7-5 կարելի է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, այդ զենքերը մեկին մեկ բռնում են մեր կամ թշնամու սպառազինությունում գտնվող դիպուկար հրացանների հետ։ Եկանք հետարքիր մասին։ Ես քեզանից թաքուն շատ եմ ագիտացիանում, որ կան ազատազեն քննություն հանձնել զենք առնեն, ճիշտ է, հերթը հələ չի հասել, արդարացի պատճառ կա դրա համար, բայց խոսքը հետևյալի մասին է, մարդիկ ասում են գնանք, առնենք, որ ինչ, ես ուզում եմ սկզբից քո կարծիքը, հետո ես իմը կարտահայտեմ, բայց ես ուզում եմ դու բացատրես հասարակությանը, եկան զենք առան, իրանք ասում են, որ ինչն էլ բացեմ, որ ավելի լայն բացատրես, դու որպես պատերազմի մասնակից, մի մասը ասում է հիմա ավտոմատիկ կռիվ չի, դրա դարը չի, բեսպիլոտնիկ, հրթիռներ եւ այլն, մյուս մասը ասում է մեկը այդ զենքը որ ունեցանք, եթե պետությունը չկրվավ հրաման չտվեց, այդ զենքով մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Հիմա ես խնդրում եմ դու ժողովրդին մեր բացատրես, որ ինչ Յուրաքանչյուր գործունեության մեջ, եթե մեզ պետք լինի ինչ-որ պատրվակ, որ մի բան չանենք, մենք դա կգտնենք։ Կարելի է ընդհանրապես այդ փիլիսոփայությամբ Հայաստանում չաշխատել, հարկ չտալ, որովհետև մեկ է շատ հարկ կտակ, թե քիչ կտակ, լավ կաշխատեք, թե վատ կաշխատեք, ձեր մի միավորով Հայաստանի ոնց որ փրկությունը չեք բերելու։ Նույն ամեն ինչից կարելի է թևաթափ լինել, ասենք կարճ տենց հոգեբանական վիճակ իմ մոտ եկել է Արցախի վերջնական հանձնումից հետո, որ ամեն ինչ աշկերումս իմաստազրկվել է։ Եթե այդ փիլիսոփայությամբ շարժվենք, ամեն անելու մեջ կարելի է պատճառ գտնել ու չանել այդ անելիքը։ Իսկ եթե գանք ինչի է պետք քաղաքացին ունենա զենք։ Հին դարերից սկսած ազատը անազատից տարբերվել է հենց այդ զենք ունենալու հնարավորությամբ, դաշույնի օրինակներով, ասպետների, ամեն երկրների պատմության մեջ կա այս կամ այն ձևով, էլի, Ճապոնիայից մինչև Ամերիկա, սկսենք այդտեղից։ Վերջացնենք պատերազմի մասով, որ երկու տարբերակ կա պատերազմին պատրաստվելու, երբ որ քեզ տիպողաբար են մարզում, հավաքներով, այլ ձևերով, կամ երբ որ դու կարողանում ես կամավոր մարզվել։ Հիմա ստիպողաբար մեր մարզումը սահմանափակվում է 25 օրյա հավաքներով, որին շատ քիչ տոկոս մարդ է մասնակցում, շանսը մնում է միայն կամավոր մարզվել, որտեղ այդ մարդիկ, ովքեր ասում են մեկա վերևից հրաման կամ մյուսը, կարող է իրենց մոբ ռեսուրսով կանչեն ու իրենք փաստի առաջ կանեն, էլի, սկսենք այդտեղից։ Վերջացրած նրանով, որ ազատազենը միայն պատերազմի մասին չի, բոլոր նորմալ երկրները զենքի մշակույթ ունեն, նույնիսկ նրանք, որոնք մոտակա 50 տարին դժվար թե պատերազմեն։ Ու լրիվ նորմալ է, որ բազում մշակույթների հետ մեկտեղ երկրում լինի առողջ զենքի մշակույթ, մանավանդ մերպես երկրում, որ ամեն մարզում այդ մի հրաձգարանը լինի, որ հայրը որդուն, ասենք, բոուլինգ տանելուց բացի, դահուկ քշելուց բացի կարողանա տանել նաև զենքով մարզելու ու անկախ նրանից մենք ամեն տարի պատերազմի մեջ կլինենք, թե ինչ որ հրաշալի խաղաղություն կլինի X հրաշքով ու 50 տարի կռիվ չի լինի, միևնույնն է հային զենքին տիրապետելու կարիք կա։ Ինչ վերաբերվում է դրոնների թևին, բոլոր ԱԹՍ կիրառող զորքերը, թե թշնամու, թե մեր, թե մյուս երկրների, իրենց մեջքի հետևում կախված այդ անձնական պաշտպանության հրաձենը, ինքնաձիգը ունեն։ Աշխարհի բոլոր տեսակի զորքերը այդ զենքը ունեն ու ինչքան կարևոր գործ են մարդիկ անում, այնքան իրանց ոչնչացնելը թշնամու կողմից ավելի ցանկալի է։ Այսինքն դիվանագետներն է, գործարարներն է, խոշոր խակերները, ովքեր Երևանում նստած կարող են թշնամու, ասենք, հերը անիցել, շատ նորմալ է, որ այդ զենքը ունենան, որտեղ իրանք շատ ավելի ցանկալի թիրախ են,
քան սովորական մեկ միավոր զինվորը, որի միակ զենքն է այդ ինքնաձիգը։ Եկանք հասանք, ես լրացնեմ, նոր անցնենք մյուս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ես չեմ համեմատում Հայաստանը Ամերիկայի հետ, այլ հարց եմ առաջ քաշում։ ԱՄՆ-ում ըստ իս զենք կրելու, ունենալու իրավունքը շատ մեծ զսպող մեխանիզմ է ԱՄՆ-ի պաշտոնյաների համար։ Երկրորդ պապրավկայի մասին է խոսքը, իրականում զենքի մշակույթի տարածումը ամենաուժեղ դեմոկրատիային օգնող բաներից մեկն է։ Իշխանությունը փչացնելու հատկություն ունի բոլոր ամենանվիրյալ մարդկանց նույնիսկ։ Իսկ եթե այդ իշխանությունը կարա բացարձակ լինի, փչացնելու շանսն էլ հենց ձգտում է բացարձակին։ Ու արդար իշխանավորները նրանք են, ովքեր ստեղծում են մեխանիզմներ, որ այդ իրանց բացարձակին զսպի։ Ես կարող եմ մեր կառույցի օրինակով ասել, մենք ամենասկզբից ազատազենը իրական հասարակական կազմակերպություն ենք ստեղծել ու այն մեկի կմահաճույքից կախված չի, այսինքն դու ազատազենը ինձնով գիտես, մեկ ուրիշը իմ ընկերն Աղաշով գիտի, մեկ ուրիշը Սպարտակով, եթե մեզնից մեկը գժվի ու որոշի ինչ-որ ռադիկալ բաներ անել, կառույցը իր հետևից չի տանի, որովհետև մի գլխանից չէ։ Հիմա դրա ավելի լայն տարբերակը, որ պետությունում երբ որ գայթակղություն է գալի ինչ-որ մի բանին, իշխանավորները պատժեն իրաց ցանկացած ձևով, ասենց ասած սամասուդ անեն։ Երբ որ դիմացինը ոչ մի բան չի կարող անել, այդ գայթակղությունը կարա հաղթի։ Ասենք որոշումներ կայացնի կամ ինչ-որ բռնաճնշումներ անի, մարդկանց տանել, որ 50%-ով հաղթել է Հայաստանը։ Ինչը 50%-ով այդ գայթակղությունը հաղթել է մեր պաշտոնյաներին։ Դա քեզ ու ինձ է կարող է հաղթի, նայ, ամենակարևոր բանը այն է, երբ որ դու գալիս ես իշխանության, քանի հլը քեզ չի հաղթել այդ ամեն ինչը, մեխանիզմները այնպես սարքես, որ դու տարբերակ չունենաս վատը դառնալու։ Ազատազենը ես ու կինս էինք կտե ժամանակին, ինքը կրակատեղի էր ու առանց մեր կառույցի չէր դառնա ազատազեն, բայց մարդիկ իրար մեջ կատակով կամ չաթերում իշխանասար էին ասում։ Ես էլ ընկերներս էլ միասին ամեն ինչ արեցինք, որ այդպես չլինի, առաջին հաջողելու համար, երկրորդ ինչ չփչացնելու։ Ու անկախ որևէ տեղի կամ իշխանության լեվելից, հենց այդ իշխանավորներն է, որ պետք է մեխանիզմներ ստեղծեն, որ իրենք հետո այդ գայթակղության զոհը չդառնան։ Ինչ վերաբերվում է զենքին, եթե զենքի մշակույթը առողջ գրող տասնյակ հազարավոր մարդիկ լինեն Հայաստանում, դա կլինի գործոն, դա կկիրառվի բանակցություններում, որովհետև հեշտ չի լինի որոշել ու ինչ-որ մի բանից տենց ուղակի հրաժարվել, ինչա թե վերևից մեկը ճնշում է կամ քո վրա լծակներ կան, կամ նույնիսկ ասենք կոմպրոմատներ ունեն քո վրա, չգիտեմ, էլի, ինչ-որ մի բան կիրառելով, որովհետև դու ուղակի չես կարող ինչ ուզես որոշես այդ երկրում, ու դա քեզ ոչ թե թույլ կդարձնի, այլ ուժեղ։ Այսինքն մեր ժողովուրդը առաջին հերթին պետք է հասկանա, որ զենք կրելու ունենալու մշակույթը նաև զսպող մեխանիզմ է, ցանկացած երկրի մասին է խոսքը, իշխանության ամենաթողության դեմ, սկսած ոստիկանների մարդկանց բաժին տանել ծեծելուց, վերջացրած անարտար դատավճիռ կայացնելուց։ Հաստատ եթե ազգը Ամերիկայի նման համատարած զենք կրող մշակույթ ունենա, դատավորն էլ ոստիկանն էլ երկար կմտածեն, իրանք դա կանեն, թե չէ։ Ամերիկայի փիլիսոփայությունում դա բավականին ճիշտ է, բայց Հայաստանում ես դա առաջին պլան չէի մղի այն պարզ պատճառով, որ մեր արտաքին թշնամու դերը շատ ավելի մեծ է ու հանուն կամ ընդդեմ իրանց զենք ունենալը ավելի առաջնային է, քան ներքին է, ոնց որ ընդդեմ իրանց ուժեղանալով ակամայից կարող է այդ քո ասած թևն լուծվի, բայց իմ իմացած մարդկանց զգալի մեծամասնությունը զինվում են, որ
այդ X օրը գալու դեպքում պատրաստ լինեն կամ որ կարողանան մարզեն իրանց բանակ գնացող որդուն, ոնց որ մեր խնդիրների մեծ կտորը հենց թշնամու դեմ այդ զենքով պրոցեսը Ես համաձայն եմ։ Ստելուց են մնացածը լավ առավելություններ ա տալի։ Ասենք մենք որ մարզվում ենք, ես էլ սպորտզալ չեմ գնում, բայց կազմվածքս գոնե ինձ թվում է նորմալ է։ Ես իմ հոգեվիճակս նորմալ է, որտեվ այդ կարակել եմ արզովելը ստրեսից բավականին հեռացնող հատկություն ունի։ Ոնց որ հիմնականի շուրջ մենք հավաքվում ենք ուժեղանանք, զուգահեռ լիքը ուրիշ լավ բաներ են մեր հետ տեղի ունենում։ Ամի այն մյուս հարցը, որ ասում էի, օրինակ Գյումրիում ունենք ազատազեն, ունենք ազատազեն, թե չունենք։ Հարաձգարան։ Գյումրիում ազատազեն ունենք, ազատազեն էդի մարդն է զենքով, որ պատրաստ է։ Հարաձգարան ուղղեցի։ Գեդեոն, հա, ազատազենով մենք հասել ենք այն վիճակին, այդ Արիստոնի բաքսի էլի, որ մարդիկ ազատազեն ասելով հրաձգարան են պատկերացնում, դա մարքեթինգի մեջ համարվում է գագաթնակետը, էլի, որ սերոքս անելուն ասում են սերոքս անել, ոչ թե բան լուսապատ չենել, այդ ինձ դուր է գալի ասում որ դուք տենց եք ասում, բայց Գյումրիում չունենք մի քանի պատճառով, սկսած նրանից, որ լուրջ պայքար ու ջանքեր են պետք այդ ամենը գլուխ բերելու համար, վերջացրած ազատազենի փիլիսոփայությանը, եթե դուք ուզում եք ձեր մարզում ազատազեն լինի, դուք պետք է ուզեք ոչ թե դա ձերը լինի, այլ դուք պետք է ուզեք մարզվելու տեղ լինի ու բաց լինեք չարչարվել առանց մի ակնկալիքի։ Մեր մոտ օրինակ բացի աշխատակազմի աշխատավարձ ստանալուց ուրիշ ինչ որ ակնկալիքի ֆինանսական տարբերակ չկա։ Այսինքն ազատազենը տերեր չունի, որը դա կարան ծախեն, առնեն։ Եթե տենց մարդկանց խումբ միավորվի, որոնք պայքարելու լուրջ ցանկություն ունենան, հնարավոր կլինի դա անել, իհարկե եթե իրար հետ են կանելու։ Գյումրիում կոնկրետ քրակատեղի կա, որտեղ մարդիկ գնում մարզվում են բավական վաղուց, ոնց որ իրենց ձևով են պայքարում դա հրաձգարան սարքելու համար, իրենց գործին հաջողություն են մաղթում, որ ազնիվ ասեմ չգիտեմ ում են հասել։ Վանաձորում օրինակ մենք գտել ենք այդպես մարդկանց խումբ, մենք էլ հետները թիմ ենք դառել ու այդ ճանապարհով գնում ենք, որ այնտեղ էլ լիցենզավորված հրաձգարան լինի։ Առաջի պայմանը մարզում մի 10-ից 20 հոգի տարբեր ոլորտներում գործող այդ ամեն ինչը ցանկացող մարդիկ են, իրանք որ լինեն ինքնուրույն դա կանեն, օրինակ դրա օրինակը Մարտոնում կա, մեր ընկեր Արամազդը իր ընկերների հետ լրիվ աշխատող հրաձգարան է ստեղծել, իհարկե թղթաբանությունը ոնց որ էլի լուրջ պայքար է, որ հերոսաբար պետք է տանի, որ օրինական դառնա, ոնց որ այդտեղ քննություն անել լինի, բայց փաստացի տղերքը ինքնուրույն միավորվելով մեկը մի պարկ, մեկը մի զենք բերելով հասել են նրան, որ հարյուրավոր մարդիկ ընդդեմ մարզվում են։ Ամի ազատազենի ձեր հիմնադիրների թիմի մեջ կա նպատակ Հայաստանի բոլոր մարզերում կրակատեղի Երևանի նույն պրինցիպով ստեղծել, նաև թիմ հավաքել։ Ջերմուկի դեպքերից հետո մենք հենց Ջերմուկ քաղաքում նաև որ օրինակ ծառայենք, որ Ջերմուկը հանձնած չի, որովհետև այն ժամանակ տուրիստական հոսքերից բռնած հարանվել էր էլի Ջերմուկում։ Ջերմուկում, եթե չեմ սխալվում, 2 օրանոց աշխատաժողով արեցինք մի քանի տասնյակ ընկերներով։ Մեր ռազմավարությունը ստեղծեցինք, որի մի մասն է Հայաստանի ամեն մի մարզում հրաձգարան ունենալը, ու մենք ամեն գնով դրան պետքա գնանք։ Ընդամենը 10 մարզ է, շատ չի, ու այդ 10 մարզում հրաձգարան ունենալը կարա բերի լրիվ ուրիշ վիճակի մի քանի տարի հետո, եթե դրան գումարվի միջոցները, որ ոչ միայն մարդիկ իրենց զենքով կարանան մասնակցեն, այլ սոցիալական ծրագրեր լինի դպրոցների հետ կապված, բանակ գնացողների համար, ովքեր կուզեն երկիրը պաշտպանեն իրենց համար, ասենք 2-3 տարի հետո մի գլուխ բարձր կլինի միջին հայի զենքի հրաձգային գիտելիքները թշնամու միջին քաղաքացու հրաձգային գիտելիքներից, բայց դա մեր ռազմավարության միայն մի կետը չի, էլի բազում ուղղություններ կան, որ ընտրել ենք ու հենց ջարդելով գնալու ենք առաջ, որովհետև դա Հայաստանին վստահ ենք, որ անհրաժեշտ է։
Իշխան պետությունը օգնում է տվյալ հարցերում, թե խանգարում։ Սենց ասեմ, հրաձգարանների ոլորտը այն ոլորտն է, պետք է այստեղ ազնիվ լինենք, էլի, որ կամայական իշխանություն, եթե որոշի հստակ խանգարել, մի քանի օրում այդ խնդիրը կլուծի։ Ահա։ Այդտեղ ռիսկերը այնքան մեծ են, սխալվելու շանսը այնքան շատ է կամ սխալվելու դրդելու, որ եթե ինչ որ էպիզոդում այդ օրվա իշխանությունները ուզենան հարամել, կհարամեն։ Իսկ աջակցության մասով, ասենք, կարող լրիվ ուրիշ ձև լինել, էլի։ Ոնց որ խնդիրներ եղել են ամիսներով չմարզվելու վիճակներ եղել են, բայց փաստացի այսօր այս կետում կանք, դա պետքա գնահատենք։ Իսկ ինչ կարող է լինել, սենց ասեմ, մենք նորմալ աջակցության դեպքում 1 տարում այդ բոլոր հրաձգարանները կկառուցեինք, իսկ եթե նաև զենք զինամթերքի ու որոշակի այլ աջակցություններ լիներ, շատ լուրջ ծավալի մարդկանց մարզումներ կանեինք, մենք ոնց որ փոքր դեմոն կամավորների վրա մեր օրինակով արել ենք, փոքր էլի էդի հազարավոր մարդկանց մասին է, էլի խոսքը 17 դեմոն չի։ Բայց եթե պետական որոշում լիներ այդ ուղղությամբ, լրիվ ուրիշ հակարդակի դա կլիներ։ Իդեպ ձևական փորձեր եղել են, թե սրանից 10 տարի առաջ, թե սրանից 5 տարի առաջ հրաձգարանների վերագործման ռազմավարություն, բան գույքագրել են դոսաֆից մնացած հրաձգարանները, որտեղ ինչ կա փակ, ոնց վերաբացենք։ Մենք այդ ամենը ինքնուրույն շատ ավելի լավ ձևով կարանք անենք, եթե այդ վերագործարկման ուղղությունը հրաձգությունը զարգացնելու որոշումը լինի ու շատ խիստ վերահսկողությամբ համաձայնենք այդ process-ը սկսի։ Լավ, բեր ասում եմ մեղվի բունը չքանդենք, առանց այնը մենք լավ վիճակում չենք հայերս, Հայաստանը։ Եվ այն ինչ ունենք դրա փորձենք դա պահել եւ զարգացնել։ Ես երկար չեմ քո ժամանակը տանի, հիմնական թեման հենց էս էր, որ ժողովրդին ներկայացնել, որ կա այդ օրենքը, կա քննություն տալու հնարավորությունը, դա բարդ չի, դա թանկ չի, ամենևին էլ թանկ չի, քան իրենց գնաց վերջին iPhone-ները։ Ու ես դες մի բան ասեմ ժողովուրդ, iPhone-ը չի կրակում, ինքը տենց ֆունկցիա չունի։ Հանգարց, եթե միամիտ պետք լինի, իմացեք, որ ինքը այդ ֆունկցիան չունի։ Նայեք, հակադրելը ինչ որ բանի հետ կտան հեռուստացույցի կամ բան, բերում է բախման, զենքն է չի զանգում, ասենց ասեմ, բայց Համաձայն։ մենք փոշիկները գլխարկին չենք հակադրում, երկուսն էլ ունենում ենք։ Ուղղակի զենքը զենքի շուրջ պետք է խոսանք, էլի գինը իր սկսում է, բայց չի վերջանում, կարա 10 միլիոն էլ լինի ու ավել, բայց ինքը անհրաժեշտ բան է, ինքը կյանքն է ցույց տվել, որ անընդհատ պետք է գալի, նրանով եղած գիտելիքները քանի ձեզ ամեն տարի ստիպողաբար այնքան չեն մարզում, որ դուք զզվեք զենքից, ստիպված եք լինելու կամավորաբար ձեռք բերել ու ամենահետաքրքիր մասը այն է, որ մերոնց խաբել համոզել են, որ օրինակ զենք ունեցողները ինչ որ ուրիշ հայեր են, ինչ որ հատուկ մարդիկ են ու ծնողները ասում են, ասենք եթե երիտասարդ իրենց տղան ուզում է զենք անի, ինչ որ մտածում են այդ զենքը առա մեկին կսպանի, մի ապուշություն կանի, այդ փիլիսոփայության խնդիրն է, որ պետքա ջարդել, որ իմանան, որ ես իրենց պես մի մարդ եմ կամ այն բոլոր հազարավոր մարդիկ, ովքեր զինվել են, կամ տասնյակ հազարավոր մարդիկ, նույն հայից են, ինչ որ դուք եք, ուղղակի իրանք սկսած ուրիշ հետաքրքրություններից, վերջացած ուրիշ հայրենիքի մասին պատկերացումներ ունեն, ու այդ զենքը թեմայի մեջ լինելը սիմվոլն է, որ դուք համաձայն չեք հանձնվեք եւ վերջ, դուք կամավոր մի բան անելուց բացի ուզում եք նաև այդ գիտակցած անել, այսինքն սրտանց չգնաք բարձրի բան չգիտեք, այդքանը որ գիտակցեք մի քանի կհեշտանա էլի, այդքանն է երևի։ Մարդիկ մեկ էլ երևի էս է կարևոր թեման, մարդիկ ասում են, եթե էս, տարբեր դիսկուրս կա, հա, մեկը հայերին կարծում է ցածր ինտելեկտուալ մակարդակի տեր եւ մշակութային մակարդակի տեր, եւ ասում է, եթե ժողովրդի ձեռը համատարած զենք տաս, իրար կվերացնեն։
Ազատազենով անցել են հազարավոր մարդիկ, անցել ու անցնում են։ Դուք ստատիստիկա էլ կունենաք ձեր ազատազենի ժողովրդից, քանիսն են այդ զենքով հանցագործություն կատարել։ Մենք մեզ մեկս մյուսին խիստ վերահսկում ենք նույնիսկ սովորական ժամանակ մեր գաղափարախոսությունով արգելված է մեքենայում զենքը պահել, եթե դուք չես գնում հրաձգարան կամ հետ կամ պատերազմից հետ կամ որսից հետ։ Ես տենց էպիզոդ չեմ հիշում, որ նույնիսկ զենքի տեղափոխման կանոնների խախտման համար մեկին տուգանած լինեն կամ տունը պահելու։ Ու օրինական զենքերով հանցագործությունները մինիմալ մակարդակի են։ Իսկ զենքով վտանգավոր բաներ չանելու մասով ես կարամ բերեմ էլի հենց Արցախի օրինակը, Արցախի հանձնման ընթացքում ոչ մեկ զենքով այդ ամենին ընդդիմացած չկա, այսինքն ավելի մեծ արավիրք է չեմ պատկերացնում ինչա լինելու, բայց մեր ազգը շատ չգիտեմ այդ գիտակից բառը թե ճիշտ է կիրառել թե չէ, բայց իրար դեմ զենք չկիրառվելու լուրջ սահմանափակում իր դեմ դրած ազգ է։ Այն շեղումները, որ կան, որ կատարվում են հանցագործություններ զենքով, հիմնականում այդ հանցագործներին ինչ որ ամենաթող վիճակ ստեղծելու հետևանք է, այսինքն ինքը եսիմում սանիկն է, որը 3 հատ ծեծել մարսել է ու չի նստել, դրա համար 4-րդը կրակելով է հանցագործություն արել։ Եթե սովորական մեկն է լինում, հիմնականում հանցանքի պատիժը գալիս ու սթափեցնում է նրան, անմարսելի է ալնում իր հանցանքը, չի դառնում զենքով հանցանք։ Իսկ զենքով հանցագործությունները, որ մանգակ պատահական, ասենք ինտերնետում հաղորդումից հետո գրեք, կբերի դեպքեր, որ դուք կտեսնեք, ով որ արել է այդ հանցագործությունը, հաստատ մինչև այդ դուք գիտեք, որ անզեն լիքը բաներ է արել, այսինքն մարսելիությունն է, որ հասցնում է զենքով հանցագործության։ Անպատժելիության զգացումը։ Էդ հա, որն էլ էլի փոքր տոկոս է կամ եթե լինի էպիզոդ է, որ մեկը լրիվ նորմալ էր զենք ուներ, գժվեց ու կիրառեց, այդ չի նշանակում, որ դրա պատճառով է, որ զենք ունենալը պետքա թարգենք, էլի։ Ըստ իս դա ազգություն չգիտի։ Բոլոր ազգերում կան նման դեպքեր։ Մեր մոտ շատ ավելի նորմալ է, օրինակ դպրոցում կրակելու էպիզոդներ, նման բաներ չեն եղել, բայց այն երկրներում, որտեղ այդ ամենը շատ պիղծ ձևերի եղել են, նույնիսկ այնտեղ զենքը չեն թարգել, դա շատ նման է, որ ինչ որ վթարից հետո բոլորով ավտոքշելը ոնց որ թարգենք է լինի։ Ամեն ինչ ունի իր գինը, ասենք 100,000 մարդ մարզվելու ճանապարհին, եթե պետք է Հայաստանը ուժեղ լինի, թող պամփուշտից դժվարն է, որպես ամեն օր հրաձգարանում մարդ լինեմ ես, դա նորմալ է։ Պետք չի ոչ մեկ դուժի, Իշխան, ես շատ շնորհակալ եմ քեզ եւ ձեր տղաներին, ես ժամանակային ես օրենքներից մի քիչ տեղյակ եմ, տեսական, չէ, օրենքի մեջ նշված է, որ եթե անձը 185 օրից ավել չի գտնվում երկրում, պետք է զենքը իպա հանձնի ՆԳՆ-ին։ Ես իմ գործուղումների պատճառով այդ լիմիտը մեկ-մեկ անցնում եմ, դրա համար ես հələ չեմ եկել ձեր մոտ քննություն հանձնելու։ Պատրաստ չեմ, առնեմ, հետո տամ ՆԳՆ-ին։ Նա այն Overton-ի պատուհանի մասին բաներ կա, չէ՞, դու հաստատ դրանք նայած կլինես։ Մենք առաջին մակարդակը, որ դու քեզ մի քիչ մեղավոր ես զգում, որ զենքդ արդեն չես առել, հասել ենք դրան, որովհետև դու 19 թվականին հաստատ քեզ մեղավոր չէիր զգում, որ զենք չունի։ Ես 20 թվից եմ։ Ես կներես, ես նայել եմ ձեր զրույցը Արմեն Աթալյանի եւ ձեր մյուս ընկերոջ անունը չեմ հիշի։ Ավետի հետ, հա։ Ու ես հիշում եմ, այդտեղ իմ մոտ ֆիքսվեց քո խոսքերը, որ Արմենը ասում էր, բայց չէ որ այս ժողովուրդը, տիպա ես իմ ճամփով, ես իմ ընտանիքով պետությունը ինձ հետաքրքիր չէ, ու դու ասացիր, մենք էլ ենք այդտեղ եղել մինչև 16 թիվը 2000։ Ես էլ եմ այդտեղ եղել մինչև 20 թիվը 2000։ 20 թիվը դարել է բաժանման գիծ, ոմանց համար 16 թիվն է դարել, ոմանց համար 20 թիվն է դարել, բաժանման գիծ, որ կամ մենք շարունակում ենք թքած ունենալ, այսինքն պատասխանատվություն չվերցնել մեր չափով, կամ բան է փոխվում եւ մենք մտնում ենք դրա տակ։
Կլիենտ կամ մաշողից դառնում են երկրի տերը, էլի, այդ ժամանակ հողին կանգնելուց դու իրան ուրիշ ձև էլ զգում ես։ Այո, Իսկ դա քոննա, դա դու չես տա։ Հիմա մարդիկ կան, որ իմ տունը իմնայից վերև չեն կարող հասնեն, բայց այդ այդքան իրանց մեղքը չի, իշքան մեր, որ իրանց այդ լույսը ցույց չենք տվել։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև նույն իմ երիտասարդ ժամանակ ասենք չեմ հիշում մի էպիզոդ, որ բանակից ազատվածին պարսավ էին կամ բան։ Երբ որ դու կեղտի մեջ ես, կեղտը նորմալ է երևում։ Հիմա մենք եթե կարող ենք բոլոր գործիքներով ազատազինում կիրառում ենք, որ այդ մի ընտանիքի մասշտաբի լավ տղու մակարդակից մեր հայ եղբայրներին մի քիչ վերև հանենք, ոնց որ ափսոս է մի կյանք հայ մարդը ապրի ու իրա բանը գագաթնակետը մի ընտանիքը լինի, էլ ինքը կարա մի քիչ ավելի լայն ապրի այդ կյանքը ու ստեղ հենց ես քո հետ համ համաձայն եմ, Հա։ որ մենք պետք է անենք, համ համաձայն չեմ, մենք ոչ ստինով, այս նույն ալիքով ուրբաթ օրերը գրքերի հաղորդաշարեր ենք անում, չգիտեմ տեսել ես թե չէ։ Այս վերջի 3 գիրքը, որ ինձ ձեռի տակ հայտնվել է, դա պրոպագանդայի մասին է։ Տրոտեր, Լիպման, Բերնեյս։ Իշխան իհարկե այն ֆունկցիան, որը հիմի կատարում է կոնկրետ Իշխան Գևորգյանը, Նաղաշը, մյուսը, դա պետական ֆունկցիա է։ Դա պետական ֆունկցիայի մի մաս է։ Այն ֆունկցիան, որը կատարում է Կարանյան Արան, Արթուր Համբարձումյանը ուրբաթ օրերը գիրք ցույց տալով, դա էլ է պետական ֆունկցիայի մի մաս։ Այն գործը, որը անում են մեկ այլ մարդը, մի հատ լավ բան, դա էլ է պետական ֆունկցիայի մի մաս։ Սա պետք է ընդհանրեն մասսաները կառավարվում են պրոպագանդայի միջոցով։ Դա նոր չենք հորինել 900 թվից կա դեռ ավելի շուտ։ Ու այն որ այո, մեր պատասխանատվությունը մեծ է։ Մենք դուք եկե հասել եք դրան, որովհետև պետությունը դա չի արել։ Հիմա ես այդտեղ չեմ ուզում սաղ սլակները պետություն չէ, իշխանությունները։ Ես չեմ ուզում սաղ սլակները ուղղեմ իշխանությունների վրա։ Այո, մեր մեղքի բաժինն է կա։ Եթե մենք 15 թվից իշխանը ազատազենի մեջ ելներ, Արան 15 թվից գիրք կարդալ ներկայացներ, միգուցե 20 թվին մենք ուրիշ վիճակ ունենայինք, բայց մենք էլ չենք հասել, մենք էլ ենք, չէ՞ մարդ, մենք էլ կարող ենք չհասկանալ ժամանակի հետ, թե ինչ է պետք։ Տես Արա ջան, այն մարդիկ հիմա ովքեր որոշում են, իրանք իրենց պատկերացումներ ունեն, դու խիստ հավատում ես կամ ես, որ մեր ճանապարհն է ճիշտ, իրանք խիստ հավատում են, որ իրանց է։ Եթե հանենք այն թեզերը, որ ես իմ դավաճան են, ուղարկած են, շպիոն են, ենթադրենք իրանք էլ են սրտանց ուզում լավ լինի, բայց իրանց պատկերացրած ձևով։ Օրինակ արդարացնող մի հատ թեզ բերեմ խաղերի տեսությունից, երբ որ 3 կտոր մրցում են իրար հետ, ասենք այս մեկը x ուժի է, էսի 1.2x, այն էլ 0.05 ուժի։ Այս երկուսը մտածում են առաջինը այս ուժեղներով իրար խփեն, առաջի հարվածի վաղ տեն շահում է։ Ու ինչքան թույլ լինի, այնքան շատ է շահում, քանա մեկը այդ դասերին շատ ուշադիր եղած լինի, հավանականության տեսության, խաղերի տեսության, որոշի, որ այդ երկրորդ հերթը հարվածը իրան չի հասնելու տենց էլ, էլի, բայց հաջորդ կադրում սրանցից որը հաղթեց, նրան ապտակում սատկացնում է, էլի։ Այդ մասը եթե բաց թողած լինի, ինքը կարա լուրջ հավատա, որ մեր ուժը մեր թուլության մեջ է, բայց հիմիկվա որոշողներն էլ են հայ մարդիկ։ Դու էլ ես հայ մարդ, ես էլ եմ հայ մարդ, եթե հավատում ես, որ քո ուզածը օգնելու է բոլորիս, լավ արա դա, ես իմ չի երիքում լավ անելը գնա որոշող դառի, որոշող դառած տեսանկյունից դա արա։ Այն է միանշանակ։ Տեսակի պայքար է։ Ու մեղադրել մեկին, որ քո երազին չի հավատում, իր երազով է պայքարում, բան չի էլի։ Բողոքելը ես միշտ կողմնակից եմ, ես համաձայն եմ, критикуешь, предлагай։ Հիմա նայ բարձ օրինակ, ես ասենք 20 թվականին ոգևորված ընկերներիս հետ գնում էի պատերազմ, բայց եթե հիմա հետը հայաց նայես ու այդ ողջ սցենարը տենաս, հարց կառաջանա, արդյոք արժեր մի գյուղ ավել մեր կյանքերի գնով պահենք, եթե մենք չէինք որոշելու 23-ի կատարվածը։ Մենք այն օրին 100% վստահ ենք մեր հանելիքի մեջ։ Ավելին որ հետ գնայինք անվստահ ալնելով է ես նույնը կանեի, բայց
Այնպես չի, որ քո իմացածը միանշանակ ճիշտն է եւ վերջ, դու քո հավատացածը պետք է ունենաս, պայքարելով տանես առաջ, որովհետեւ ամբողջ աշխարհում մոտավոր այդ լոգիկայով բոլորը անում են, այդ թվում մեր իշխանությունները, իրենք իրենց պատկերացումներն ունեն, իրանց ձևով իրանց երկիրն են կառուցում, որում կարողա դու տեղ չունես։ Դրա համար դուրսնես ու զենք չունես, բայց Չէ, նենց չի որ ես դուրսն եմ, դու գիտես ասած ուսնելը էդի ներսն կատակ եմ, դուրսն եմ, Այնա գոհի բնույթով, բայց ես հավաքակից Հայաստանում պայքարի հաջող։ Պրոպագանդայի ձևը մինչև այդ լավ սովորի արի բեր քո պրոպագանդան կիրառի, թո իրանք իրանց իշխանի ու հարայի հետ վիդեոկոլ անեն, նեղված պատմեն, որ այս իշխանությունը էլի հրաձգարաններ է սարքում ես ինչ երկիր։ միանշանակ համաձայն եմ, ստեղ մենք չենք բողոքում, ստեղ մենք փորձում ենք Ազատազենի հրաձգարանների թիմը իր մասով է իր լավ գործ դանում, մենք գտել ենք, որ մարդկանց ճշմարտությունը ներկայացնելը փաստերի հիման վրա ոչ թե ինչ որ մեկից ֆինանսով պրոպագանդելն դա էլ է կարևոր մաս, բայց այսօրվա մեր նպատակը ես շատ էի ուզում, որ իշխանը մեզ բոլորիս պատմեր, բացը տրեր, տեղ հասցներ, ես մեր դիտողներին խնդրում եմ մաքսիմալ իմ համար ինքնանպատակ չի եղել 100,000 դիտումները, բայց այս պարագայում դա դիտողին է պետք, դիտողի բարեկամին է պետք, բարեկամի հորքուրի տղուն է պետք ու այսպես շարունակ տարածեն, որպեսզի մարդիկ իմանան, որ կա օրենք, կա քննություն, այդ քննությունը առաջվա ավտոյի պրավայի քննությունը չի, որ մինչև $50 չտաս չես անցնի, ես հիշում եմ իշխանի խոսքեր, որ ասել էր ԽՑԲ չի լինելու, սա զենք է։ Դա շատ դժվար է։ Ես վատություն չեմ անելու։ Առանց իմանալու մեկին քննությունը դնեն, հետո այդ մարդը Աստված չանի իր երեխուն վարի տա, այս տղեկը սաղ կյանք ինչ են անել։ Այսինքն, ստեղ այդ քննությունը չի, ստեղ փողը չի անցնում, ստեղ անցնում է պարապել, գնալ քննությունը հանձնել, 150,000 դրամից սկսած մինչև եսիմուր կան զենքեր, օքեյ, կարող եք առեք համ ձեր iPhone-ը, համ ձեր զենքը, բայց այսօր ես ասեմ ավելին, ես ունեմ ընկերներ Եվրոպայում ապրող ՆԱՏՕ-ի անդամ երկրում, ես ունեմ ընկեր, որը բաղկացած է ընտանիքը 5 հոգուց, ամուսիններ 3 երեխա, մեկն էլ աղջիկ, ու իրանց տան սեյֆում դրած է 8 հատ զենք, 4 Որ հատ, երկրներ ես ինքը էլի։ Սլովակիա, Այ ես կարող եմ խնդրեմ ինձ իր հետ կապես։ Հաղորդում ենք սկսելու, հələ առաջինը եթեր չի գնացել, բայց նկարել ենք կոչվում է աշխարհի զինված հայերը։ հայ չեն, Հա, ինձ թվաց հայ են։ Լավ։ հայ չեն, բայց լավ մարդիկ են, Հա, աշխարհի զինված հայերը հաղորդում եմ ուզում ենք սարքենք, որ Սփյուռքում ապրող հայերը պատմեն այդ երկրի օրենքներից, այդ երկրի զենքի մշակույթից, որտեղ իրանց նայելով լիքը բան կա սովորելուց։ եթե կկամենաք, իշխան ջան, ինքը հայ չի, բայց ռուսերեն քչի շատից խոսում է, այդ ժամանակը գա, ես կարող եմ կազմակերպել, ինքն էլ պատմի Սլովակիայի զենքի մշակույթի մասին, Ուղղակի որ աշխարհի զինված հայերն է, ոնց որ բախում է։ հասկացա լավ, ուրեմն ես պետք է կողքը նստեմ, Հաջորդ զենքի մեկը բռնեմ, կողքը նստեմ, պետք է նայեք, այս մեր խոսալու մեջ մարդիկ իմ մեջ իրանց պետքա տենան, ասենք ովքեր ծրագրավորողներ են, մյուսի մեջ ովքեր բժիշկներ են իրանց տենան, Սփյուռքի հայերի մեջ էլ էլի տենան իրանց եղբայրներին, քույրերին, որ այնտեղ են, բայց էլի հայ են ու զենք ունեն, նույնիսկ Սփյուռքում։ Բան փոխվի մոտները։ Պլյուս այդ օրենքները լսեն մեր պատկան մարմինները, ոնց է Գերմանիան կարգավորում ադինգը, ոնց է Ամերիկան վերաբերվում տունը զենք ունենալու, տունը զենքով պաշտպանելու գործին, որ բանը աշխարհը հայացները լենանա։ դու անչափ օպտիմիստ ես, ես դա միշտ իմ դուրը գալիս է, որ մարդիկ օպտիմիստ են, տա Աստված ես սխալվեմ, դու ճիշտ լինես, որ եթե այդ ամեն ինչ արվի, մեր իշխանությունների աշխարհայց կլենանա։ Ոմանցը կարող է լենանա, ոմանցը չէ։ Ինչևէ, ես ուզում եմ ավարտեմ։ ՆԱՏՕ-ի երկիրում ընտանիքը 5 հոգանոց տունը ունի 8 հատ զենք, 4 հատ ավտոմատически, հա, однострел, այսպես ասած, 4 հատ էլ ատրճանակ, օրենքը թույլ է տալիս, ընդհանուր ատրճանակը կարող է ինքը պայմանները չխախտելով մեքենայում կրել։ Էդի լավ չի, էլ մեր մոտ էլ դրա ժամանակը չի։
Իրանց մոտ էլ ես չեմ ասի, որ ես ընդհանուր ազգաբնակչությանը երբեք չեմ ինտելեկտով չափում, բայց ես բավականին երկար ապրել եմ, շփվել եմ իրանց հետ, կան չեն տարբերվում մեզանից, ես քեզ ասեմ։ Տոկոսային առումով աշխարհայացի, արտացածության, ինտելեկտուալ, կրթական ցենզով այդքան շատ չեն տարբերվում մեզանից, ես չեմ կարող ասել ավել ցածր է, չափում չեմ արել, բայց նման տիպ մարդիկ են, խմողն էլ կա, ալկոգոլիկն էլ կա, գործազուրկն էլ կա, բոմժն էլ կա, ինժեներն էլ կա, ծրագրավորողն էլ կա, լավ բժիշկն էլ կա։ Կարան դրանի գանք քայլ-քայլ։ Եսին ազատազինը մենք անում ենք որպես մեր ոնց որ ասած ողջ մնալու գին, այսինքն պատերազմից հետ չենք եկել, որ բոլորին պատմենք, որ մենք կռված տղեկ ենք։ Պատերազմից եկել ենք այդ վիճակը փոխելու ու այնպես անելու, որ թշնամին փոշմանի, որ մենք ողջ ենք հետ եկել։ Փոքր քայլերով, բայց դա մեր մոտ ստացվում է։ Պլան ունենք քայլերը լայնացնենք, ցենը կլսեք ասում է։ Պարզ Չենք լսի, կմասնակցենք, ամեն մեկս մեր մասով պիտի մասնակցենք, ես ընդհուպ նախորդ հաղորդումը վերջում ես բերել էի, որ պետք է գնան մարզվեն, ազատազեն, եթե նույնիսկ օֆիցիալ տվյալներով, սա պահելու ինֆորմացիա չի, հնարավոր էլ չի պահել, բայց տա Աստված գա այն օրը, երբ որ շվեդական ռեսուրսը, որը պարբերաբար ամեն տարի ներկայացնում է երկրների, զինատեսակների քանակը, մոբ ռեզերվը, զինված բնակչությունը եւ այլն, տա Աստված, որ մոտ ժամանակներս այդ ռեսուրսում հայտնի, որ Հայաստանում զինված բնակչության քանակը կազմում է 350,000 մարդ։ Դա առելի մոբ ռեսուրս է, ու այդ դեպքում ես էլ եմ պնդում, որ մեր հարևանները երկար կմտածեն, եթե ամեն լուսամուտից իրա վրա կրակելու են, ոչ մեկ ամբուշտ, որսորդական չէ։ Իդեպ, իշխան, ժողովրդի մատ մեր դիտողներին, խնդրում եմ բացատրես ավտոմատիկայի տարբերությունը ավտոմատից, էլի, որ իրանք իրավունք ունեն գնելու։ Քաղաքացիները ունեն գնելու իրավունք կարակահերթով չկրակող զենքեր, այսինքն որ կարող ես կոչվում է դա կիսա ավտոմատ, ամեն ձգանը քաշելուց մի հատ կրակում։ Ավտոմատ կրակը անհրաժեշտ է հատուկ ընդ դեպքերում պատերազմական վիճակներում ու ձեր զենքով, ասենց ասեմ, այդ մարտական զենքերի 96%-ից ավել վիճակները կարող փագեք։ Այսինքն այն ինչ վաճառվում է քաղաքացիներին, որոշ դեպքերում մեկին մեկ բանակի նույն զենքերից է, որոշ դեպքերում լրիվ նույն զենքն է, բացի ավտոմատ ռեժիմից, էլի դրանից բացի ուրիշ բանով չի տարբերում։ Այսինքն դա որսորդական չէ։ Իրան անունը դնում են որսորդական, որ թղթերով որսորդական լինի, նույնիսկ այդ անունը մենք անել ենք, դարձել ենք քաղաքացիական։ Այդ սովետի թեզից է, որ երկիրը սահմանը զորքը կպաշտպաներ, դու մաքսիմումդ որսնագնա արա, դրա համար այդ բառամթերքում որսորդական անունից։ Հիմա ինքը թե օրենքով թե մեր ասելով քաղաքացիական է, քաղաքացիական զենքը մարտականից տարբերվում է կրակահերթի հնարավորությամբ, մեկը երկարությամբ ու վերջ։ Երկուսն էլ, ասենք, մարտական փամփուշտը կրակվում է քաղաքացիականով, քաղաքացիական փամփուշտը մարտականով, բայց սովորական ժամանակ քաղաքացիականով մենակ խանութներից կարող գնեք քաղաքացիական փամփուշտներ, դրանք էլ իրանց հերթին, ասենք, քաղաքացիականը այն որ լույսով լնում է լուսացելով, օրինակ այդպես չի կարող լինի կամ զրահահար չի կարող լինի, բայց կան, ասենք, երկու սանտի մերկա ցակող փամփուշտներ էլի, ոնց որ իր տված վնասը տենց բավականին պրիատնի է։ Շնորհակալ եմ Իշխան ջան։ Ես շատ եմ ուզում, որ ազատազենով անցնող մեր բնակչության ծավալները 100,000-ները անցնեն։ Ու նաև նպատակներից մեկը դա էր, ես այսօր ասել էի, ոչ մի քաղաքական, մի քիչ չստացվեց, մի քիչ կպան քաղաքականին, բայց նպատակներ տեխնիկապես ներկայացնել մեր սիրելի ժողովրդին, որ հնարավոր է, թանկ չէ այսօրվա ռեալիաներում, առավել եւս ինժեների կամ ծրագրավորողի համար հաստատ թանկ չէ ժողովուրդ։ Իսկ ընդհանուր առմամբ կյանքից թանկ չէ։ Շնորհակալ եմ Իշխան ջան։ Զինվեք, ինչ ասեմ, եթե մի օգու էլ այս մեր հաղորդումը կօգնի, որ զինվի,
համարենք դա, որ այսօր ինչ արեցինք իմաստով ենք արել, որտեվ հենց այսօր շփվել եմ մի հատ տղու հետ, որ ասեց, ահա, ինչքան ասեցի, գնացի առել եմ, դե ասա ինչ անեմ, ես էլ որ ասում եմ 8-4 հասա մեր քոլին, իր հետ իր զենքն էի ճշտադրում, մինչև ճշտադրեցինք, ինքը մինչև 400 մետր կպավ, ասես չեմ փոշմանել, որ նայել եմ, լսել եմ, առել եմ ու գող գնաց, հիմա երևի հուսանք իրպես մի հատ ուրիշ տղա կամ աղջիկ, ես մեր հաղորդումից հետո կզրվեն։ Ինձ թվում է մյուս այս մեր հաղորդման առաջին բանը օգտվողը դա կլինի իմ կինը, որը կգա եւ կսկսի քննության համար պարապել եւ հանձնել։ Եվ խոստանում եմ, որ այս հաղորդումով եկած մարդկանցը, ինչպես բոլորին, սրտանց կօգնեմ, թե զենքը ընտրելու հարցում, թե ճշտադրելու հարցում ու տարբեր զենքով մարզվելու հարցերի շուրջ դիտանի կլնեմ իրանց։ Սիրելի ժողովուրդ, երբևէ այսքան հնարավորություն ու այսքան պատրաստ մարդ երևի մենք չենք ունեցել այն հարցում, որ գոնե մենք պատրաստ լինենք մեր թեկուզ ընտանիքի մակարդակով անվտանգությունը, եթե ամեն ընտանիք իր անվտանգությունը ապահովի, կստացվի, որ երկիրը բավականին անվտանգ է դառնում արտաքին վտանգներից։ Զենքը սիմվոլն է, որ մարդ թեմայի մեջ է, նայի։ Օրինակ եկեղեցում ոնց է, սովորական հավատավորն էլ վզից կախած խաչ ունի, մինչև կաթողիկոսն էլ վզից կախած խաչ ունի։ Խաչը սիմվոլն է, որ դու հավատում ես կամ մի քիչ այլ բառերով ասած այդ թեմայի մեջ ես։ Անկախ նրանից, թե դու մի անձի հավատով ես, թե ողջ հավատավոր հանրության առաջնորդն ես, դու այդ փոքրիկ սիմվոլը քո վրա ունես։ Ու կապ չունի ինքը թանկ է, էժան է, կարևորը դու սիմվոլը ունես։ Հիմա զենքն էլ անկախ նրանից դու հազարներին ես տանում մարտի գաղափարական այնպես բաներ ես անում, որ ընդհանրապես մարդ չլինի ու հանձնվեն եւ վերջ տենց օրինակներ էլ աշխարհում եղել թե ոնց, զենքը սիմվոլն է, որ հայ մարդը թեմայի մեջ է, ինքը չի հանձնվելու, ինքը պատրաստ է պաշտպանի իրեն, երկիրը ու նույնիսկ եթե իրան սպանեն էլ այդ ճանապարհին, դա հեշտ չի տրվելու ու անհամաչափ թանկ է լինելու թշնամու համար։ Թշնամին 100 անգամ կմտածի, արդյոք մտնի, այսպես ասած, այդ խաղի մեջ, թե չէ։ Թող այդան իրանց սիմվոլը ունենան անկախ իրանց լեվելից, ասում եմ, սրա վրա կարանք ավարտենք նույնիսկ։ Всё, Իշխան ջան, շնորհակալություն մեր ունկնդիրներին, շնորհակալություն եւ գնացեք ժողովուրդ։ Գնացեք այդ քննությունը անցնեք, պարապեք, զենք առեք, պարապեք։ Ամիսը մեկ գնացեք կրակեք, շատ զբաղված եք, ժամանակ չունեք։ Գնացեք կրակեք։ Իշխանի ասած այդ համայնքի հայ համայնք կոչենք, հա, որը չի ուզում վերանա։ Այդ համայնքի մաս պիտի դառնանք բոլորս։ Շնորհակալ եմ Իշխան ջան։ Ես եմ շնորհակալ։ Ամենայն բարիք։ Ստեսություն։